Այսօրվանից սկսած ամեն օր երեկոյան 7:30 հավաքվելու ենք այստեղ։ Արտուր Օսիպյանը բարձրացնում էր հարց, որը այդ պահին վարչապետի դուրը չի գալիս, այսինքն մարդ ով զբաղեցնում է վարչապետի պաշտոն եւ կապված է նրա ծառայողական պարտականությունների հետ ու պատասխանատվության հետ։ Ու նաեւ մեղադրանք է այն իմաստով, որ հանրային հարցերի շուրջ է, որ հանրությունը բացատրություն է ուզում։ Այսինքն մարդը ընդամենը բողոքել է երկրի ղեկավարի գործողություններից եւ հայտնվել է բանտում։ Դա նշանակում է, որ պետության իրավապահ եւ դատական համակարգը գտնվում են քաղաքական իշխանության ենթակայության տակ։ Սա իր հերթին նշանակում է, որ մենք ապրում ենք ավտորիտար պետության մեջ, որովհետեւ մեր երկրում իշխանությունը բաժանված է թևերի հենց նրա համար, որպեսզի քաղաքական իշխանությունը օրինակ դատական իշխանության նկատմամբ չունենա ազդեցություն։ Արթուրը բարձրացրել է արժանապատվության հարց։ Նրա արժանապատվությունը վիրավորվել է այդ օրը լսած այդ ատելության խոսքից, վիրավորանքներից, այդ բառերից, որը բոլորդ երևի արդեն գիտեք եւ չարժի կրկնել։ Ես հացադուլի օրերին, սկզբնական օրերին Նինա Կարապետյանցի հետ մտածում էինք այցելենք, խնդրենք Արթուրին, որ դուրս գա հացադուլից։ Բայց հիմա ես մտածում եմ, որ նրան պետք է անհապաղ ազատ արձակել, անհապաղ։ Արթուրը մահվան դիմաց առաջի անգամ չի, որ ինքնակամ գնացել է, ինքը մյուսի պես պատերազմի մասնակից է, ու այդ բեռը հստակ հասկանում է, նա գնացել է պայքարի անարդարության դեմ, ու ես աջակցում եմ նրան այս պայքարում, ոչ մի կոչ չեմ անում նրան, կոչ անում եմ այն մարդկանց, ովքեր համաձայն չեն, որ ամեն օր շարունակվի Արթուրի հացադուլը, եկեք մի հանդուրժեք,